Բարելավ սարերով նուբար սարեր ծորեր ծունգիկ Եթե մեծ հայքի աշխարհի մեջ գտնվող դարոնեն իջնենք հարավ եւ հասնենք Դավրոսը, ապա մեր դիմաց կգտնենք անառիկ Սասուն քավառը, որ կոչվի նաեւ Սանասանա, Սանսան, Սասնա քավառ, Սասնո երկիր, Սասունք եւ Վերին Թաշտ։ Սասունը կգտնվի Վանալիճի արևմուտքն ու հարավ արևմուտքը։ Սասունի լեռնաշխարհը իր հյուսիսային լանջով գիծ է Մշոթաշտին, իսկ հարավային կողմեն Վերին միջակետքի այն հարթություններուն, որոնք սահմանագից են արևմտյան Դիգրիսի հովիտներուն։ Սասնո լեռնաշխարհի նշանավոր քավառակներն են Շադախը, Գելյեգուզանը, Դալվորիգը, Ձովասարը եւ Խութը։ Սասունը Հայաստանի ամենալեռնային շրջաններն է, անթնթախոր ցորերով, անանցանելի կիրճերով, մութ անդարներով, սառնորակ հանքային աղբյուրներով, արաքահոս քեդերով եւ քեդակներով հարուստ գեղեցիկ շրջան մնե։ Քավառի կարևոր լեռնաշղթաներն են Սիմը եւ Սասունի լեռները Անթոք, Ձովասար, Գեբին, Մարաթուկ եւ այլ բարձրափերձ քաքատներով։ Մարաթուկ լեռը կհամարվի հայկական բարձրավանդակի երկրորդ բարձր լեռը։ Այս լեռը Սասնո ժողովրդի առաջին եւ վերջին ամենահավաստի երթումը դարձած է։ Հնը Մարութակ վգա, դհնը Սուրբ Մարութակ քինա, ըսելով գերթվեհին սասունցիները։ Ահա թե ինչու Քարեքին եպիսկոպոս Սրվանցդյանց զայն անվանած է Սուրբ եւ Փարեբաշտ։ Մարութա սարին վրա կառուցված է Սուրբ Աստվածածին վանքը, ուր մինչև օրս մարդիկ ուխտակնացություն կկատարեն։ Իսկ Ձովասարը, որ կգտնվի Դալվորիկ քավառի արևելյան կողմը, եղած է Սասունցի Դավիթ առասպելի հերոսներուն սեհր անելու դեղը, այսինքն զբոսավայրը։ Անոր քաքաթը գտնվող լիճին պատճառով սարը անվանած են Ձովասար։ Սասունը հարուստ է պատմական հուշարձաններով ու խաչքարերով։ Սասնո լեռները, հատկապես Դալվորիկի լեռները, հարուստ են օգտակար հանածոներով, ինչպես երկաթով ու բղինցով, որ մեծապես նպաստած են զինագործության։ Սասունը հարուստ է նաև անդարներով, որոնք տարածված են Սեմալի մոդերը։ Հոն մարդիկ անխնակ գդրեին ծառերը եւ կօգտագործեին տարբեր նպատակներով։ Սակայն հետաքրքրականը այն էր, որ անդարները շատ շուտ կվերականգնեին։ Բդղադու ծառատեսակներեն տարածված էր ընկուզենին։ Պատահական չէ, որ Սասնո գարկմը քյուղերու անուններու մեջ հիմք ունի ընկույզ բառը, օրինակ Գելյեգուզան քյուղը, որ կնշանակե ընկույզացոր, ինչպես նաև ընկույզնակ քյուղը։ Սասունը հարուստ էր նաև որդադունկով, թզենիով, խնձորենիով, ձիրանենիով, դանցենիով եւ թթենիով։ Որոշ ծառատեսակներու դերևներուն վրա հուլիս ամսում գիչներ մեղրահյութ քազեն մանանա։ Սասունցիները իրենց երկիրը կանվանեն քավառ, իսկ մշեցիները զայն կգոչեն ձմակ, որ կնշանակե քիչ արևը ստացող խոնավ եւ լեռնային վայր։ Սասուն անվան գիտական ըստուկափանությունը հայտնի չէ, սակայն հայկական մատենագրության մեջ առաջին անգամ 7-րդ դարում Անանիա Շիրակացին Սասունը հիշատակած է որպես աղցնիկ աշխարհի 10 քավառներեն մեկը։ Նաև Սասնո հնակույն հիշատակությունը Սասու ցևով պահպանված է 8-րդ դարու Ասորեստանի թագավոր Տիգլատ-Պալասար III-ի թողած Սեբաքիր արձանագրություններում մեջ։ Իսկ ժողովրդական ավանդություններուն համաձայն կան զանազան փաստադրություններ։ Կհիշենք անոնցմե 3-ը։ Առաջին, Սասուն անունը գուքա Սասուն փարեն, որ կնշանակե ցասում, զայրույթ։
ուստի փարը ցույց կուտա շրջանի բնակչության թշնամիին թեմ ցասկոտ ըլլալը։ Ուրիշ բացատրություն մը կա, որ կսե թե Մրկոյի եւ Բեդոյի դան արաստաղի քերանները մեկը ձանրության տակ կախված ըլլալով հոն գտնվողները մեկը իր ցերքը քերանին թեմ գտնե եւ շրջանի բարբարով գսե սա մսա սուն, որ կնշանակե սա քեզի սյուն։ Այսպիսով շրջանը գոչվի Սասուն։ Երրորդ բացատրությունը գուքա Սանասարի եւ Բաղդասարի բազմաթիվ սյուներով շինած հսկա փերտեն։ Մելքուն թագավորը Սանասարի խնդրանքով պետք էր անուն մտար փերտին։ Թագավորը հիանալով փերտի շինության վրա գսե սա սյուն է եւ այդ շրջանը գանվանեն Սասուն։ Սասունի ժողովուրդը գվարեր քերազանց նահաբեդական կյանք։ Մեկ դունի մեջ կարելի էր հանդիպիլ մի քանի տասնյակ մարդոց, որոնք մեկ քերթաստան կգազմեին։ Անոնք կխոսեին իրենց հadouk փարփարով, որ քյուղ կդարբերեր։ Սասունցիները արհեստով եղած են փրաբան, չաղացբան եւ քանթակակորց։ Բնակչության հիմնական զբաղումը եղած է երկրաքործությունն ու անասնաբախությունը։ Լեռնային կողմերը կսպաղեին հացահատիկի մշակմամբ, ինչպես գորեգի, քարիի եւ քրքելի, որ յուրահատուկ է Սասունին։ Ավելի դակ շրջաններում մեջ կսպաղեին փամբագակործությամբ, շերամաբախությամբ եւ այգեքործությամբ։ Քեդահովիտներում մեջ կսպաղեին զինաքործությամբ, քինեքործությամբ եւ բդղափուծությամբ։ Իսկ մեղվափուծությունը տարածված էր Սասունի բոլոր շրջաններում մեջ, մասնավորապես Դալվորիկի մեջ։ Սասունցիները նկարագրով եղած են աշխատասեր, մարդասեր, համար եւ վեհանցն։ Անոնց մոտ մարդասիրության հետ շաղախված է ազատատենչությունն ու քաջությունը, որոնց ցևավորման մեծապես նպաստած է շրջանի անառիկ թիրքը։ Ուստի Սասունցիները գրեթե միշտ եղած են անկախ, ինքնիշխան եւ ընդհանրապես անընկճելի։ Արաբական նվաճումներու ժամանակ 850-ական թվականներուն Սասունը դարձած է ազատագրական պայքարի կարևորագույն կեդրոններեն մեկը։ Անգեծնունդ արած է Սասնա ծրեր ժողովրդական ցուցազներկությունը, ուր Սասունցի Դավիթ հերոսը կներկայացնե սասունցիներու ազատասիրությունն ու գորովը։ 11-13-րդ դարուն Բյուզանտ-սելջուկյան նվաճումներու ժամանակ Սասունը բահբանած է իր անկախությունը։ 16-րդ դարուն թուրքերը նվաճած են Սասունը։ Սակայն թրքական երկարամյա դիրապետության ընթացքին Սասունը բռնության թեմ ըմփոստանալով հաջողած է բահբանել իր գիսանկախ վիճակը։ 1894-ի Սասնո առաջին ապստամբությամբ եւ 1904-ի երկրորդ ապստամբությամբ ֆեդայիներն ու Սասնո բնակչությունը անվեհեր քաջությամբ պայքար մղելով հաջողած են ետ մղել թշնամին եւ շրջակա ռազմադենչ ցեղերու վրա ահ ու սարսափ տարածել։ Սասնո հայերու ինքնապաշտպանության այս գրիվներուն իրենց մասնակցությունը բերած են հայ ժողովրդի քաչարի զավակներեն Արափոն, Հրայրթժողկը, Անտրանիկը, Քևորգ Չավուշը, Կրկոն, Քոլոզը, Սերոփախբյուրը եւ շատ ուրիշներ։ 1915-ի Եղեռնի օրերուն սկիզբ առնող դեղահանության աղետին ենթարկված են նաեւ Սասնո հայերը, որոնք դարձյալ ինքնապաշտպանության հերոսական գրիվներ մղած են եւ զոհ տված ավելի քան 60,000 հայեր։ Չարթեն ժողոբրածներեն շատեր մեծակույն դժվարություններով անցած են Արևելյան Հայաստան եւ քնագություն հաստատած ներկա Հայաստանի Հանրապետության Աշտարակի եւ Թալինի շրջաններում մեջ։ Հարկ է հիշել, թե սասունցիները Աշտարակի մոտ հիմնած են նաեւ քյուղմը եւ անվանած Սասունիկ։ Եղեռնեն ետ Սասունը գրեթե դադարգված է հայերե եւ դարձած քյուրդերով եւ թուրքերով խիտ բնակչություն ունեցող շրջան։ Այժմ Սասունի մեջ կան 20-30 հայեր։
որոնք հայերեն չեն խոսիր։ Սասունցի նշանավոր թեմքերեն է քրակետ խաչիկ թաշտենցը։ Սասունցիներու նշանավոր ջաշադեսակն է հերիսան, ինչպես նաև մսալոշը, իսկ ամենեն նշանավոր քաղցրեղենը ընգույզով կատան։ Սասունցիները նշանավոր են իրենց ավանդական բարերով, ինչպես օրինակ շորոր, որ գբարեն հարսանիքներու ժամանակ։ Նշանավոր է նաև մայրոքեն, որ թարս բար կոչեն, որովհետև թեպի ցախ կբարեն։ Իսկ ամենեն նշանավոր սասունցիներու բարն է յարխուշտան, որ ռազմական բարերեն է եւ կնշանակե զենքի ընկեր։ Բարեց սասունն ու ողջ աշխարհը հիացավ, բարեց սասունն ու ողջ աշխարհը հասկացավ, որ երբ նազում են աղջիկներն ու կռանում, սասնացորից ջուր են փերում, արդ քաղանում, երբ ոտքի տակ տղաների հողն է թնթում, հոդաղները սասնասարում քայլ են խեղդում, երբ խառնվում ասես ամբրոպ պայթի սարում, այդ ոսոխն է նրանց քյուղերը պաշարում, երբ միանում փերթ են թարնում շիմված քարից, այդ ոսոխին ետ են քշում անթոք սարից, իսկ երբ ցերքը ցերքին զարգում, ձապ են տալիս, մահվան վիհից թեպի կյանքի ափ են քալիս։ Բարեց սասունն ու ողջ աշխարհը հիացավ, բարեց սասունն ու ողջ աշխարհը հասկացավ, որ բար չէ սա, այլ մի երկրի հին պատմություն, ուր բարդությունն անգամ ունի հպարտություն։ Եվ չի հաղթի ոչինչ այն քաջ ժողովրդին, որ այս չանքով ու այս գամքով բարել քիդի։ Հասկացան ու ասին իլուր ողջ աշխարհի, հալալ է քեզ, սասուն, բարի, դու թեր երազ ունես կատարելու, վրեժ ունես պատմությունից թեր հանելու, բարի, կազբան թեր քո ցերքին է կարոտում, սասնահողը վար ու հերգի է կարոտում, բարի, մինչև ողջ հայերին թու ամփարես, եւ այս բարը մասիս լերան լանչին բարես։